եթե գործ չունենամ անելու, այսօր վեր կնամ հանձնարարություն չունեմ, բանկերի հետ կապված ոչ մի հարց չունեմ, չգիտեմ, հիմնարկի գործերով բանով ոչ մի բան, երեխեքը չեն զանգել, ոչինչ չեմ պահանջել ինձանից, մոլորում եմ, բա ինչ անեմ, ես ինչ անեմ, աստոր եմ անցկացնելու այսօր։ Արդյունավետ լինի օրը։ Հա։ Այդպես սովորություն էլ չունեմ հարևանների հետ, ժամանակ էլ չեմ ունեցել, որ բան, ավելի շատ, եթե ժամանակ ունեմ, գիրք կկարդամ։ Հիմա էլ այս վերջերս, որ քաղաքական թեմաներով շատ հոգնել էի, արդեն տեսնում էի, որ ներվերս էլ իմ առողջության վրա է ազդում, էլի արդեն որոշեցի գիրք կարդամ։ Ռաֆու 12 հատորը 2 ամսում կարդացի, պատկերացրեք։ Նորից վեր հիշեցի ամբողջ դպրոցում էի կարդացել։ Մեծ գրադարան ունեմ, հիմա ամբողջ գրադարանը երկրորդ անգամ կարդում եմ։ Սովորաբար ոչ թե միայն գրքերը, այլ հետաքրքրվում եմ ամեն ինչով։ Աշխարհի վիճակով, մեր երկրի ճակատագրով շատ մտահոգված եմ ու ամեն հարց իմ հոգուս խորքով անցնում ամեն ինչը։ Տիկին Վալյա, որ ժամանակները նայում եք, համեմատում եք, դուք ոնց որ խորհրդային սերունդն եք, շատ բան եք փոխված տեսնում, արժե համակարգային։ Գիտեք ինչ, հիմա որ այս հակառուսականությունը շատ տարածվել է մեր Հայաստանում, որ բոլորը ոտքի են ելել, ռուսներին չգիտեմ, ես գտնում եմ, որ մեր երջանիկ տարիները այն 70 տարին է եղել Հայաստանի, որ ապրել ենք Ռուսաստանի հետ միացյալ մի միության մեջ։ Ապահով ենք եղել, ոչ մի վտանգ չենք ունեցել, աշխատանք ունեցել են, ձրի կրթություն են ստացել, առողջապահությունը ձրի է եղել, սանատորիաներ, հանգստյան տները ձրի, երեխաներին ճամբարներ եւ այլն, առավելություններ շատ կար։ Ուղղակի մի քիչ հիմա չունենք առավելություն, անկախությունը։ Դե հիմա այս անկախությունը մեզ այնքան չարիք դժվարություն ու հոգսեր պատճառեց, որ չգիտեմ ինչ ասեմ, երկրից վիճակը ինձ ահա որ ցավը պատճառում է, սոհերը, այս պատերազմը, այս Արցախի կորուստը չեմ կարող, շատ ծանր եմ տանում։ Ոնց եք հաղթահարում։ Դե դա ասում եմ, որ ստիպված մեկ-մեկ որ արդեն տեսնում եմ դժվար է, գիրք եմ կարդում։ Դարձանությամբ։ Այո, գիրք եմ կարդում, բայց դա փրկություն չի։ Հույս ունեմ, որ մի բան կփոխվի, կլավանա։ Դուք որ տեսնում եք այսօր երիտասարդները դիտարկող հայացքով, արդյոք անում են ինչ-որ սխալներ, որ գուցե ձեզ տարիքի փորձառության խորքից երևում է, որ պիտի շտկվի։ Բաներ կա, որ ես օրինակ ոչ ռազմական գործի չեմ, ոչ քաղաքական, ոչ պետական պաշտոն չեմ զբաղեցնում, բայց բաներ կա, որ ես մտածում եմ, այ եթե այսպես չանեին, սենց անեին ավելի լավ կլներ, սենց, չգիտեմ, անդադ մտահոգությունների մեջ եմ։ Իսկ սերունդների բախում որպես այդպեսին, դուք ձեր թորների, ծորների հետ շատ եք մեծ իրենցից, թե կապը կա։ Չէ, ես իմ մեծ տարիքի առումով այդպես չեմ զգում, որ ես իրանց հետ հավասար եւ հակու կապի մեջ, եւ սանրվածքի մեջ, եւ պահվածքի մեջ մասնակից եմ, խորհուրդներով գոնե։ Ոչ շատ չոր ձևով, բայց ընդհանրապես առաջադեմ եք։ Հաջան։ Առաջադեմ եք։ Հա, իհարկե։ Երկու աղջիկներս էլ համալսարանի ուսանող էին, ճիշտ այն ժամանակ ուսանողական վարդ չկար, բայց բոլոր դեպքերում աղջիկ պահելը այդքան էլ հեշտ չէր։ Դրա համար ես անցա աշխատանքի 2-3 տեղ ու արդեն կենտրոնացա միայն ընտանիքի պահպանման, ամեն ինչի, երեխեքի բարեհաճող ամուսնության։ Ընդհանուր իմ հոգեբանության մեջ բարերարությունը, բարեգործությունը ես տարով եմ ուրախանում, որ մարդկանց մի բան անում եմ, շատ դա ինձ ուրախացնում է, որ տեսնում եմ մարդը շփտած ուրախացավ։ Երբեք ոչ մեկից սпасելիք չեմ, դա չեմ սիրում, բայց իմ տալը շատ ինձ ուրախացնում է։ Ու միշտ ուզեցել եմ ունենամ, որ տամ, աշխատեմ եւ արել եմ ամեն ինչ։ 3-4 տեղ աշխատելով բավականին գումար եմ վաստակել։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ խորհրդային տարիներին դե հայացքները ուրիշ էին, դուք կին, բայց ձեր ամուսնուս ասում է դուք եք օգնել ոտքի կանգնել, պահել, մի տեսակ։ Այո։ Դա է զարմանալի։ Բայց մեր այդ երջանիկ կյանքը կարճ տևեց։ 20 տարի ապրեցինք միասին։ Ամենայն դեպս Աստված այդպես էր կամեցել։
Ձեր ասացիք, որ միակ առաջին ու վերջին ու միակ Այո, սերն էր։ թորնիկ ունի, Զարան ծնվել էր այն ժամանակ 6 ամսական էր, որ ինքը մահացավ։ Այդ գոնե այդ բերկրանքը տեսավ էլի երեխայի, շատ էր սիրում, շատ։ Համատեղ երջանիկ կյանքի համար ինչ է հարկավոր։ Համատեղ երջանիկ։ Առաջ երթին համերաշխություն, սեր, վստահություն, եւ բացի դրանից քո երազած, քո սիրած տղամարդու հետ ամուսնանաս, էլի պատահական չգիտեմ, այդպեսի մոտ չի ստացվի։ Մենք դպրոցից առաջի դասարանից միասին սովորել ենք։ Չէ, հաշվարկը չեմ ընդունում, սիրով առաջի երթին։ Ես օրինակ շատ էի սիրում իրան, շատ։ Հիմա էլ եք սիրում։ Միակ տղամարդ է, այո։ Կարոտել եք։ Կարոտով։ Հոյակապ տղամարդ էր։ Դե ասացիք Վանաձորի ամենալավ տղամարդն է։ Իր հետ որ գնում էինք քեֆերի բանի դենք շատ ու տոխմող մարդեր բան շատ անգամ ենք այնած խմելու ժամանակ բարձրացրել ճիշտ մեկ վիրավորվում էի այ վալա ջան էս ոնց էս արել որ սենց այսքան լավ տղին դու կարողացել ես այդ ոնց էս հաջողացրել որ այսքան լավ տղա ես ճարել ամուսնացել էլի ոնց է քեզ ստացվել ոնց է հաջողացրել Դուք ասացիք, որ ինքն է ձեզ ընտրել, բայց ես այնուամենայնիվ կարծում եմ, որ դուք եք ընտրել։ Նաև ես իհարկե։ Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ինչը կփոխեիք ձեր կյանքում։ Ես նախ ուզում եմ մի հատ երեխա ունենալ, տղա ունենալ։ Չստացվեց, այդ եմ ափսոսում։ Չգիտեմ, ուղղակի ինքը պիտի իրան հետևել էլի մի քիչ ուտել խմելու սեր ուներ, այդ իր առողջությունը։ Հետո այն ժամանակ 80-ական թվերին բժշկությունը այնքան հետ էր։ Անկամ ես հիմա մտածում եմ էլի, ասում եմ, խոլեստերինի անալիզել չենք տալիս, ինքը չաղեր ստարովի 120 կիլո քաշ ուներ։ Ոնց չենք մտածում, որ անալիզներով, իրան սրտին օգնելով Հենց առաջին ինֆարկտից մահացավ, ինչի պիտի տենց լներ։ Հիմա այդքան ինֆարկտ են տանում, 100 ձևի բաներ են անում, մարդիկ 10-15 տարով ապրում են, էլի, հա։ Շատ բժշկությունը հետ ամնացել են ժամանակ։ Չկարողացանք օգնել։ Տիկին Վալյա, դուք ձեզ ուժեղ կին համարում եք, դուք կարողացել եք նաև առողջական խնդիր հաղթահարել։ Հա, ունեցել եմ պրոբլեմ, հանգիստ գնացել եմ, վիրահատվել եմ։ Մի քանի օրգան հրացրել են, հիմա նորմալ է ամեն ինչ։ Խիզախ կին եք։ Չեմ էլ մտածել այդքան չեմ անում, այդքան էլ բան չեմ անում։ Ես այդքան հիվանդոտ չեմ։ Պարտականություններ, նպատակներ ապրեցնում։ Այ պարտականությունները ինձ սպառում են։ Միջև հիմա էլ այդպես է։